Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս։ Ես նախատեսել եմ, որ այսօր պիտի մենք ունենանք նորմալ բոլեմեն վերադառնանք մեր ակունքներին եւ ունենալու ենք հանրային դատ հաղորդաշար իր բողոքներով, գանգատներով, այդ թվում նաեւ առօրյա թեմաներով, ինչպես նաեւ անդրադառնալու ենք ներքաղաքական իրավիճակին ամսի 26 միտինգ մայիս եւ այլն Բագրատ Սրբազան իշխանապողություն դες դեն բայց շաբաթն ավելի շուտ եկավ քան ուրբաթը եւ երկիրը քանի որ կամաց մոտենում է հերթական ցնցմանը եւ այս ցնցման հետ միասին մենք տենում ենք բավականին տարօրինակ հայտարարություններ Մինչ անցնելը օրվա գլխավոր հյուրին Բագրատ Սրբազանին ես ուզում եմ մեկ-երկու շատ կարևոր հայտարարություն նախ այսօր իր մոտ հրավիրել Շիրակի թեմի առաջնորդ Աճապարյանը Գյումրիի քաղաքապետարանի ավականին որտեղ կա եւս 5 ֆրակցիա եկել են 3-ը, 2-ը չեն եկել։ Չի եկել Աճապարյանի մոտ բանը ԿՊ-ն եւ չի եկել Բալասանյան դաշինքը։ Դե բանը Բալասանյանների եւ Բալասանյանների Գերդաստանի հետ կապված ես իմ կարծիքը, իմ բացահայտումները մի միլիոն անգամ արել եմ, ասել եմ, որ Բոզի տղեկի հավաքածույա Բալասանյանի Գերդաստանը ասել եմ նորից ասում եմ թալանչիների հիմա կապված բանի հետ Բալասանյանի հետ ուրեմն Գյումրիի քաղաքապետը հիմիկվա որը նստած է այդ աթոռին այդ Բալասանյան դաշինքից Սրա հետ կապված ես ուզում եմ տեղեկացնեմ այդ ղախպիտողում բան վարդկես եթե չեմ սխալվում որ իրեն շատ շուտով փոխարինելու են Լուսինեյով այդ ծրագիրս արդեն աբազի հիմնարկում է որոշ ժամանակ անց հուլիս-օգոստոս ամիսներին այդ բանը տեղափոխությունը տեղի կունենա Լուսինե Սանոյան ով նորից այդ դրանց բանից է Գերդաստանից է հիմա Լուսինե Սանոյանին ով փոխքաղաքապետն է հիմա ես ուզում եմ հիմիկվանից տեղեկացնեմ այդ աղջկան այդ կնոջը որ ուրեմն ես քեզ կատեգորիկ խորհուրդ չեմ տալիս տիկին գալ նստել Գյումրիի քաղաքապետ Որովհետև եթե դու քո բախտը փորձեցիր նստար Գյումրիի քաղաքապետ, դա նշանակում է, որ քաքի մեջ ընկնեմ քո քյարթու ամուսինը, քաքի մեջ ընկնեմ քո բանակից ազատված յեթիմը, իր շրջապատով եւ այլով, ու էտա սաղ լեննագան պիտի իմանա քո ընտանեկան ամեն մի քակու թեքը Սիստեմատիկաբար, այսինքն կուզեմ ասեմ որա, էտա սաղ Գյումրին հատ կուգա ձեր տուն, պիտի նստի ու տենա ինչա կատարվում քո տան մեջ։ Սա ուղղակի ի գիտություն, ընկեր Լեննագանի ապագա քաղաքապետ Լուսինե Սանոյանին։ Էսի կարճ, քանի որ ասում եմ, ես այսօր պիտի նորմալ հաղորդում վարեի, բայց ստիպված ենք շեղվել մեր հաղորդման բուն ընթացքից։ Մյուս քաղաքապետը, որը Էժմիածնի քաղաքապետն է, ընկեր Ձինուլիկի հետ էլ կապված ուզում եմ ըլեմ կյար, այդ ասեմ, որ Ձինուլիկս ոնց ես ջոգում եմ շատ շուտով թքելու է ասոյի փայդիկի վրա, եւ նույն Ձինուլիկը, ոնց որ հասկանում ենք, ընտանեկան երջանկությունից զրկված է, որտեղ այնտեղ բավականին լուրջ խմորումներ է, չգիտեմ խի, եթե սրանք մնացին, ինձ թվում է, որ Ձինուլիկն եւս ընկնելու է քաքի մեջ իր բուրըն կոռուպցիոն սխեմաներով եւ չարաշահումներով։ Սա ընդամենը շատ կարճ
տեղեկատվություն այդ երկուսի վերաբերյալ։ Հիմա անցնենք ինձ նյարդայնացրած թեմային։ Galaxy SQ2 Ultra. Ուրա։ Կամ մարդկանց պետք է սպանեք, կամ իրավունք տակ մարդկանց վերափոխվելու։ Հիմա ուրիշ բան եմ ասում, իմ կողքը Նախասեմ սա ինչ է, ես ուրեմն ստեղ գնում ա հարց ու պատասխան Բագրատ Սրբազանի եւ մի երիտասարդի միջև, ով անհանգստացած է Բագրատ Սրբազանի կողը Ռոբերտ Քոչարյանական երևույթների քանակի կտրուկ ավելացումով, ազեցության գոտու ավելացումով ու հարց է տալի, ինչ տենք անիլ։ Եվ հիմա ինչա պատասխանում Բագրատ Սրբազանը այդ իջնիկա, չգիտեմ այդտեղենով է, այդ տղուն կապված Ռոբերտ Քոչարյանի եւ Ռոբերտ Քոչարյանի նման հանցագործների հետ կապված։ Տնենք ամենասկզբից միասին լսենք, որ չասեն բար փոխեց, տար փոխեց։ կամ մարդկանց պետք է սպանեք, կամ իրավունք տակ մարդկանց վերափոխվելու։ Հիմա ուրիշ բան եմ ասում, իմ կողքը ես ասել եմ առաջին օրվանից, սա անգույն բոլոր գույների մասին է։ Ուրեմն հետևյալն ասեմ, այդ շարժման մեջ կան մարդիկ, որոնք իմ կողքնել են հայտնում, ես էլ իրանց կողքը, որոնք հասարակության տարբեր շերտերի համար անընդունել են, ինչպես որ այս սեղանի շուրջ կան նստած մարդիկ, որոնք մյուս շերտերի համար ընդունելի չեն։ Մենք մերժելու տրամադրությամբ առաջ գնալու կյանք չունենք։ Այս հասարակության մեջ արդար մարդ չկա։ Չկա։ Բոլորը իրենց բաժին մեղքն ու պատասխանատվությունն են, մեկը մեծ, մեկը փոքր։ Եվ ես ու դու եւ մենք բոլորս, եթե ուզում ենք ունենալ իսկապես արդարների հասարակություն, ինձ համար երազ է դա։ Մենք պիտի գնանք այդ ճանապարհով։ Ուրեմն ես ինքս 10 անգամ հայտարարել եմ, որ եթե Նիկոլին մերժելու գործընթացի մեջ իմ կողը կայնի Վովան եւ Արշակը, ես այդ մարդկանց հետ միասին կգնամ Նիկոլին սիկտիր անելու։ Ասել եմ։ Բայց դա չի նշանակում, որ եթե ես այդ մարդկանց հետ քայլելով գնացի Նիկոլին սիկտիր անելու, ընկեր Բագրատ, պիտի ես բանը Վովային ներեմ, Արշակին ներեմ, ասեմ, թե հասարակության մեջ արդար մարդ չկա, կամ պիտի ներենք, կամ պիտի գյուլենք, ոնց որ դու ես ասում։ Գյուլելուց բացի, Բագրատ, կա երրորդ տարբերակը, դատել։ Դու հիմա այսօր, հազար անգամ ներողություն, ասում ես, Քոչարյանին ինչ արենք, գյուլենք, թե ներենք, պիտի ներենք։ Ուրեմն ինչն ես ուզում ներել, Բագրատ Սրբազան։ Դուք բան եք, հոգևորական եք, դուք քաղաքական գործիչ չեք։ Բայց հիմա դուք դարել եք պետական գործիչ եւ առաջնորդում եք մի շարժում, որը ուղղված է այս բոզի տղեկի դեմ։ Ես դա ողջունում եմ։ Իվիգվանից ասում, ես այդ ամենաառաջինը ես եմ քեզ ողջունել, ես եմ քեզ լուսաբանել, ես եմ քո կողը կանգնած եղել ու մինչև հիմա էլ։ Անեշի որ ես քեզ որևիցե մի փուլում խանգարել եմ։ Ընտակառակը պատժկա։ Հիմա դու կանգնում հայտարարում ես շատ մութ, մշուշոտ մի բան, ներենք, թե գնդակահարենք։ Վարդան Ղուկասյանն ասում է գնդակահարել Ռոբիկ, Սերժիկ, Նիկոլ, որովհետև այս երեքը նույն բոզի տղեն են։ Պատմական էքսկուրս Բագրատ Սրբազան քո համար։ Ռոբերտ Քոչարյանը
Ում որ դու այդ ինչի քո կողը նստած չի դո կուսակցությունից որևիցե մեկը։ Չկա, չէ՞։ Մի կողը Սերժի ներկայացուցիչն է, մի կողմը Ռոբիկի ներկայացուցիչն է։ Բայց հարց եմ ուզում տամ։ Այս հայ ժողովուրդը վերջի չի կարողանում դուրս գալ այս բոզի տղա երանկյունու միջից։ Նիկոլ, Ռոբիկ, Սերժիկ։ Ուրիշ հերոս, ուրիշ մարդ չկա այս հայազգի մեջ։ Այս երանկյունու միջից հնարավոր չի դուրս գալ։ Լավ։ Ինչի քո կողը նստած չի դո կուսակցությունից, մյուս կուսակցությունից, մյուս կուսակցությունից, կամ вообще ինչի կուսակցությունից քո կողը մարդիկ նստած։ Մի կողմը թոլնի տերտեր, այս մի կողմն է թոլնի տերտեր։ Տերտերներով հելեք։ Եթե դու ասում ես, որ քեզ պետք է քաղաքական հենարան, քեզ ինչ որ մի կետ աջակ ցմեն։ Ես շատ խիստ աջակ ցմեմ, բանը զարմանում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քեզ աջակ ցմա փողով։ Բացառվում է, Ռոբերտ Քոչարյանի տունը ծծծնես, նա փող չի ծախսի։ Ինչ փողը եթե տալմա, էդի X գումարներ են։ Եկեղեցին 1700 ամյա պատմություն ունի։ Նույնիսկ եկեղեցին ավելի քիչ հետևորդ ունի, քան Ռոբերտ Քոչարյանը։ Դուք ձեր տերտերներով հելեք ժողովրդին առաջնորդեք առանց Ռոբիկի ներկայացուցչի, առանց Սերժի ներկայացուցչի, առանց որևիցե մի կուսակցության ներկայացուցչի, չէ։ Դու կողմը դրել ես Ռոբիկին, մի կողմը դրել ես Սերժիկին։ Էսի մեկ։ Երկրորդ, Ռոբերտ Քոչարյանը պատմական էքսկուրս։ Իշխանության եկավ ապօրինի 98 թվականին ընտրությունները կեղծելով իմ ամենասիրած Վազգեն Սարգսյանը կեղծեց ընտրությունները եւ բերեց Ռոբերտ Քոչարյանին իհարկե որոշ ժամանակ անց փոշմանավ գլխին տվեց գնաց Կարեն Սերոփիչի դվոտերը ընկավ Կարեն Սերոփիչին բերեց Կարեն Սերոփիչով եկավ բայց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժիկը երկուսին էլ ճամփին են աշխաշ Հիմա դու ներելու մասին ես խոսում մի անձի անվան շուրջ, ով քանդեց Հայաստանի պետականությունը, զարկ տվեց կոռուպցիային ու թալանին, մի մարդ, որի օրոք եղավ հոկտեմբերի 27, մի մարդ, որի օրոք եղան քաղաքական սպանություններ անթիվ անհամար, մի մարդ, որ ինչ ուզում անում էր կոռուպցիան հասցրեց այն մակարդակի, որ գնա գալիս է, հետո բանը 2008 թվին մարտի 1-ով իշխանությունը փոխանցեց մեկ այլ Ղարաբաղցի բոզի տղու Սերժ Սարգսյան անուն ազգանունով, ճիշտ է, Սերժ Սարգսյան բոզի տղեն ոչ մի բան չարեց Ռոբերտ Քոչարյանի հետ կապված իր աղբրտիկներին, այն էլ վերջում միլիարդները Ալիևիզմը վեկալավ, էլի սպանություններ եւ այլն, իշխանությունը փոխանցեց պասով Նիկոլի, որ արի այս բոզի տղությունը արա։ Ում ես դու ուզում ներել Բագրատ Սրբազան եւ ինչ ես առաջարկում։ Նույն տրամաբանությամբ կամ պիտի ներենք կամ պիտի սպանենք։ Եթե տենց ես արդեն տենում եմ, որ նույն տրամաբանությամբ մենք պիտի, ասիկա դուք պիտի ներեք նաև Նիկոլ Փաշինյանին։ Ճիշտ է։ Չէ, հարց։ Որովհետև Նիկոլ Ռոբիկ Սերժիկ նույն պասաժիրն են, ոչ մի տարբերություն։ Քո հոգևորական ուղեղի համար փոխանցեմ։ Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետությունը ժամանել ՑՌՈ-ի Ամերիկայի, ՑՌՈ-ի պետի տեղակալ։ Եկել Նիկոլետ ինչ է խոսացել։ Բագրատ, գիտես։ Ինչ խնդիրա դրվե։ Ինչի դրա գալուց գնալուց հետո ընկեր Նիկոլ Բոզի տղեն խոսած Պապ Թագավորից։ Պապ Թագավոր այլևս չի սպանվելու եւ այլն։ Ընկեր ամերիկացիք Քանի որ շատ լավ գիտակցում են, մեկ էլ են գիտակցում, չի մենք ոչխար ենք, որ տարածաշրջանը ցնցում է Ռուսաստանը, Վրաստան, հենա խառնվել են իար, այս բանը 20 օրա մի հատ հարց չեն կարող լուծեն։ Հայաստան խառնվել է իար նորից 20 օր։ Ինչ խնդիր է դրված։ Ամեն ձևով Ես նաև հիմա ասում եմ, որ ամերիկացիք էլ ինձ լսեն, չնայած շատ լավ լսում են, հենց հիմա Ամերիկայի դեսպանատանը նստած մի հատ ընկերուհի, իմ եթերը թարգմանում է, ու տալում դնում է բանի դեմը, դեսպանի դեմը, բանով, կֆուրներով, ամեն ինչով, գիտեմ, էդ է գիտեմ։
Հիմա ընկեր ամերիկացիք։ Դուք եկել եք, ասում եք մենք չենք ուզում տարածաշրջանը Հայաստանի Հանրապետությունը ասնի ռուսական ազդեցության գոտի։ Լավ եք անում, ես էլ չեմ ուզում։ Դուք այո տենում եք, որ եկեղեցիականները, որոնք որ գնում են, հետևից երևում է Քոչարյանի, դրանից ավելի հետև Ռուսաստանի ականջները։ Ես էլ եմ տենում, ճիշտ է։ Ու դուք հիմա եկել եք Նիկոլին ասում եք ինչ ուզում ես արա, մենք աշկ ենք փագը, կոտորած, ջարդ, չգիտեմ եւ այլն, բգոն իշխանություն չպիտի վեկալի Ռուսաստանը տարածաշրջանում գլուխ չպիտի բարձրացնի, որովհետև Նիկոլը բոլե իլի մենե ձեր արևում, ընկեր ամերիկացիներ, ձեզ համար ընդունելի է։ Ձեր արևում, որովհետև հələ ինչ որ միտեղ Լուկաշենկոյին է հակաճառը, չգիտեմ, օտեկաբեյա տրսնում եւ այլն։ Հիմա ես ուզում եմ նույն ընկեր ամերիկացիներին հարց տամ։ Պարոնայք, ինչի Նիկոլ Փաշինյանի առաջ դուք խնդիր չեք դրել, կալանավորել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, վերջի վերջո դատել։ Ինչի եք խնդիր դնում ցխել, ծեծել, ջարդել, ամենավերջի ձևով բիրտ ուժ կիրառել ժողովրդի դեմ, այն նորմալ ժողովրդի, որ ուզում է այս բոզի տղեկից բրծնի, բայց դուք չեք ասում ինքեր Նիկոլավ, ինչն է պատճառը, որ դու Ռոբերտ Քոչարյան չես կալանավորում։ Այդքան անմեղ մարդ հա։ Տիգրան Առաքելյան, Արման Մկրտումյան, իմ ոնց վզին բյատ սուտի հոտված գրիկ դրիկ, բանդա, տալա կողիք ծակը։ Ռոբերտ Քոչարյանը սաղ երկիրը ծախ է ծծել է օկտեմբերի 27 եւ այդպես չի բացատրը։ Ընկեր ամերիկացիներ ով կազմակերպեց հոկտեմբերի 27-ը։ Ով ու մորոք Սերժ Ռոբերտ Քոչարյան ռսներ։ Ակնհայտ է։ Ինչի չեք այդ խնդիրը դրեն Նիկոլի դեմը, Նիկոլ բոզի տաղա, 6 տարիա նստած ես նայրին էլ բերտմա, են ձեր ագենտ Արման Բաբաջանյանին էլ ուղարկել եք իբր թե մոտը հանդիպման։ Ինչն է պատճառը, որ 6 տարի հոկտեմբերի 27-ի գործը այդպես էլ առաջ չգնաց եւ չբացահայտվեց։ Եթե այդպես Նիկոլը ձեր համար ընդունելի կերպար է, ընկեր ամերիկացիներ։ Ու հիմա էլ մտատանջում մտավախություն ունեք, որ կարող է տարածաշրջանում ռուսը վերածնվի, մի հատ էլ քարտ բլաշեք տալեմ, ասում եք հոկտեմբերի 26-ին դրեք ժողովրդին ծծրեք։ Մենք աշկ ենք փագում։ Խաչատուր Սուքյասյան բոզի տղենել ով ֆուլ առևտրի մեջ է ռուսների հետ, շրջանցելով ձեր սանկցիաները, ռուսական ոսկին, գալմա Հայաստանի միջով որպես հայկական ոսկի 11 տոննա գնամա Դուբայ։ Բա ինչի չեք ասում ընկեր Նիկոլ, էսի քո կադրը չի։ Խաչատուր Սուքյասյանը ռուսական ոսկին ո՞նց է գալի Հայաստանով շրջանցում ու էթը։ Հիմա ընկեր Բագրատ, ես քո առաջ դնում եմ շատ կարևոր երկու հարց, որը դու վաղը պիտի սրա վերաբերյալ քո հայտարարությունը տարածես կամ այսօր։ Առաջին ամենակարևորը իշխանափոխություն Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո քանի օր հետո է լինելու ընտրություններ, որովհետև ըստ մեզ հասած տեղեկությունների, եթե այս բոզի տղեն ընդունենք հրաժարական տվեց ծեծով, ջարդով, կոտորածով, որովհետև խաղաղ հրաժարական չի լինելու, հիմիկվանից ասում եմ, մարտի 1-ից բեթար ալնելու։ Այդքան զոհերից հետո, որը որ լինելու է, եթե դու տրամադրված ես սրան լարելու, դու ասելով տրամադրված ես, ես է քեզ ասում եմ, սպիտակ ձեռնոցներով, բանտիկով, բմբուլով, հովանոցով հրաժարականը բան մոռացի, ծածացնելոցի մինիմում, ամերիկացի կասել են, ինչ ուզում ես արա, սրանց ծծրա, ռուսեն ասում են, ինչ ուզում եք արեք, Նիկոլին ծծրեք, պիտի փոխեմ, Թեխի չգիտեմ, որովհետև իտակ Նիկոլ Փաշինյանը ռուսական ազդեցության գոտում է։ Ես էդի չեմ կարող հասկանամ։ Լրիվ չեմ կարող հասկանամ։ Հիմա իշխանափոխությունից հետո, երբ որ դու նստելու ես, որի հետ կապված ես դեռ դեմ չեմ, վարչապետի աթոռի որպես դնևալնի։ Քանի օր հետո է լինելու ընտրությունները, 40 օր, 45 օր, 50 օր, 6 ամիս թե մի տարի հետո։ Եթե դա լինելու է 6 ամիս կամ մի տարի հետո, սերի ժողովուրդ, մոռացեք ժողովրդավարական
թափանցիկ ընտրությունների մասին։ Որովհետև այդտեղ արդեն մտնելու են Քոչարյանա սերժական բոզի տղեկը, MVD-նեսի, պանանեսի, էնի, եւ վերջ։ Ժամանակավոր կառավարությունը պահելու են 6 ամիս մի տարի հետո իանքյանց բերեն դրեն, բայց ստեղ հարց երկրորդ Նիկոլ Փաշինյանի սիկտիրանելուց հետո սահմանազատման process-ը կանգ առնամա թե չէ, ընկեր Բագրատ։ Ամենակարևոր հարցերից մեկը, որովհետև այսօր ընկեր գիրանցիները տեսանք, տուն էին բլամարդային, էս են քանդամ, այդ մենատուց։ Բայց պարում էին, ասպրամի հետ պարում էին։ Բայց այս հարց եմ ուզում տամ։ Այդ նույն գիրանցիներին, որոնք այսօր իրենց խանութներն են քանդում, տներն են քանդում եւ այլն։ Բայց մեկը թելը հարցրեք, ուր է ասպրամը։ Դաշնակները ուր էին, եկել էին, թերթիկ էին, կողմեք թե ոչ։ Չենք հանձնելու։ Բայց չէ՞ հիմա ձեր տները քանդում, ընկեր գիրանցիներ։ Հաջորդ թե ասել են պատրաստվի Գեղարքունիքը, Կրասնի, Մրասնի, Վարդենիս եւ այլն։ Այս process-ը կանգ առնում է թե ոչ, Բագրատ։ Ոնց ես կանգ առնացնում, այս process-ը։ 2 Երրորդ ամենակարևորը քրեական պատասխանատվության ենթարկվելու են արդյոք նախկինները եւ ներկաները գլխավոր դերերում Ռոբիկ, Սերժիկ եւ Նիկոլ այս երեք պետք ուրեմն հարցը տվել եմ կոնկրետ պատասխանը Բագրատ Սրբազան պիտի լինի կոնկրետ առանց աստվածաշնչյան տինտիրիդների այն որ մի հատ հարց ես տալում ու քակն ես ընկնում անեց են ֆրցնում այդ հավատացյալները եւ այլն որ արդեն դու քո տված հարցը մոռանում ես ես տվեցի կարճ 3 հարց սահմանազատում երբ են լինելու ընտրությունները 40 օր հետո պիտի լինի ընտրություն բանի նման Պարսկաստանի եւ այս 3 պոռնիկի տղեկը Ռոբիկ, Սերժիկ, Նիկոլ դատվում են թե ոչ առանց սիրելու, առանց իրար գնդակահարելու եւ այլն քո կարծիքն է ինձ պետք հնչեցրու քո կարծիքը որովհետև ես չեմ ուզում մենք կրկնենք նույն 2018 թվի սխալը ով ուզում է ըլնի բացի Սերժը չլնի բերիկ ես բոզի տղուն έλավ 1000 անգամ ավելի բետար հիմա նույնը ով ուզում է ըլնի մենակ Նիկոլը չլնի բերում ենք նախկին այս նույն լավ ես Հայաստանի Հանրապետությունում այս 3-ից բացի այս 2-ից Ռոբիկ ու Սերժիկ ուրիշ մարդ չկա հարց ուրիշ մարդ չկա ինչ է դու հոգևորական ես ինչ ես դրանց դրեք կողդ ընկեր Բագրատ այս մի կողմը դիշ Աճապարյանին այն մի կողմը դու ուզում ես դուք հոգևորականներով ինչն է պատճառը որ դուք պտտվում եք ու գնում եք տորից նույն նախկին բոզի տղեկի վրա եկեղեցին ավելի քիչ հետևորդ ունի քան բանը Ռոբերտ Քոչարյանը, որ իր էությամբ իզնից բետար անհավատա Եկեղեցին ավելի քիչ փող ունի, քան Ռոբերտ Քոչարյանը 1700 ամյա բյուջե ունեք Ինչն է պատճառը, որ դու անընդհատ գնում կանգնում ես դրանց կողը Բագրատ Մի հատ էլ ասում ես անգուն ենք, գունավոր ենք, ասենց ենք, կնեց ենք եւ այլն Էս ինչո Չես այն ուզում հասկանամ Եվ տպավորությունը ոնց որ դու վիզ դնես որ մաքսիմալ շատ մարդ հիասթափվի Եղբայր անջատվի դրանցից աջակցում են թողան ամսի 26-ին կայնեն հանրապետության հրապարակում ախպեր թողան կայնեն եթե ուզում են բայց մի բերդի կողերդ Որովհետև երբ որ ընկեր Բագրատ Նիկոլի հրաժարականին դու հասար
Ժողովուրդը դու չէ, որտեղ դու մենակով 0։ Ժողովուրդը հասավ ու քեզ այնպես ժամանակավորապես բրտին առաջ մի քանի օր հետո դու չես իմանալու ոնց Ռոբերտ Քոչարյանը անենց հայա դիրքերը ամրապնդելու անենց իշխանությունը զավթելու ու կողած անելու Եվրոպա, Մեվրոպա, ինչ կասեն ամերիկացիք, ինչ կասեն եվրոպացիք եւ այլն, որովհետեւ ամբողջությամբ արդեն թաթը գցմա ընկերբան Պուտինի հետ Հայաստանի վրան։ Դու էլ կամ քո կաբինետում կմեռնես ինֆակտից, ոնց որ լավ X անձանց հետ, կամ մեկ այլ սրբազան կմտնի քո կաբինետ դեմից քեզ կխփի, հետո իան, ոնց որ լավ գլխավոր դատախազի հետ։ Էտա Ռոբերտ Քոչարյանը Ում հարսի հետ դու հանդիպում ես, ում դեպուտատը կողդ վերընկածա, ում թայֆեն մոտը հլը մտնում, հասկանում ես, բգո, դու Ռոբերտ Քոչարյանի համար ատամի չոփ ես, կջարդի կգցի մի կողմ, չես իմանա ոնց, դա քո համար Վարդան Ղուկասյան չէ, որ պարզ լինի, հետդ պարզ լաբավո, հա ղժա, ճվա, բորա, ոչ իմ քրվի ինչ անի եւ այլն, բայց հոգու մեջ բան ունենա, խիղճ ու թասիբ Դրանք ասեն թուրքի կունված Քոչարյան։ Հասկանում ես, բգո։ Ես հիմա քեզ խեռում եմ, տենց դուրս գալը։ Բայց ես քո լավն եմ ուզում։ Իտոգում եւ երկրի։ Անես զերից հետ կտանի։ Անես կզաթի իշխանություն, այդպես որ քիփ կողը դրել ես։ Մորացեք ընտրություններ, ընտրատեղամաս եւ այլն։ Թիվը կնակարեն եւ վերջ կողեմ Եվրոպայի, ոչ իմ կարծիքներ եւ այլն։ Հայաստանը առանձնանում է Եվրոպայից ու վсё անցնում է ամբողջությամբ ռուսական ազդեցության գոտի։ Ինչ խրես ընտրություն։ Այսրանից եմ վախում։ Եվ վերջում ինչ է լինելու, դա էլ ասեմ։ Սյունիքը տալու է Զանգեզուրի միջանցքը։ Այն ինչը ուզում է ռուսը, Զանգեզուրի միջանցք, այդտեղ կկանգնեն ռուս պագրանիչնիկները, խոսքի օրինակ։ Եվ այս սահմանազատումները շարունակվելու է, այս հարցերի պատասխանը չկա, սահմանազատումը կանգ առնելու է, թե չէ, նախկին ներկա դատվելու են, թե չէ, ընտրությունները 40 օրից ելնելու է, թե չէ, սրանց պատասխանները չկա։ Եվ ես ուզում եմ, որ ժողովուրդը այս պատասխանը ստանա նոր գա հրապարակ։ Ոչ թե գա, խառնեն, ծեծեն, ջարդեն, փշեն, խշեն, կոտորեն, գյուլեն եւ այլն Վերջում Ռոբերտ Քոչարյանը գա ասի, բարև ձեզ, ես վերադարձա։ Եվ ես քո փոխարեն, եթե ինձ նման հարց տար, որևիցե մի քաղաքացի նախկինների վերաբերյալ, ես լրիվ կտայի այլ պատասխան։ Կասի, տղա ջան, ես չեմ որոշում Գոնե հոգևորականին բնորոշելի, ես չեմ որոշում ով ինչ, բայց եթե մարդը հանցագործ է, այո պիտի դատվի։ Դա կլինի Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ոչ թե ասեն եկեք ներենք։ Ինչն ես ներեմ։ Դու ոնց ես ուզում ներել մի մարդու, ով կերա Վազգենի ու Կարեն Սերոպիչի եւ այն 6-7 հոգու, ոչ իմ գլուխու բերանելը միջև ստեղ բացած հռռմեր։ Ընկեր Ռոբերտ Քոչարյան, ոնց ես դու, ով ես դու որ դու ներես։ Գնացեք ձեր երկնային գրասենյակում, այդպես բոզի տղում ներեք իշքան ուզում եք։ Ես չեմ պատրաստվում ներել։ Ես չեմ պատրաստվում ներել մի մարդու, ով երկիրը հասեց այս վիճակի մեջ, կոռուպցիա, ալան, թալան, պետականության մորը ծսերեց, գցեց մի կողմ, վերջում էլ փոխանցեց իրանից գեշբեթալ բոզի տղու։ Սերժ Սարգսյան անուն ազգանունով։ Ինչն ես ներում, բա եթե դες ներում եք, բա էլ ինչ ենք բերտ պահում։ Այսքան 5000 հոգի բանտում հիմա ինչ անեմ։ Այդ 5000-ից որին հանես կայնեցնես, իա գործած մեղքերով եւ Ռոբերտ Քոչարյանի, էդի ոնց որ Ցորենի հատիկը հայմատես Կիրովեցի հետ։ Մեղքի չափով։ Ցորենի հատիկով մեղ գործած մարդը բերտ մա։ Կիրովեցի չափ բոզի տղու դու ասում ես ներենք։ Դու հասկանում ես ինչ ես խոսում։ Ես դրանից եմ գժվել։ Ով է քեզ իրավունք տվել ներելու։ Ով ես դու։ Դե թիմիկ մանից որ ներում ես, բա վաղը մես որ ինչ կանես։
Դու գոնե ուրիշ պատասխան տոսը գիտես ինչ, եթե մարդը հանցագործ է, այո պիտի դատվի։ Կամ ես ընդհանրը, այսինքն դու, պիտի տենց, ես ընդհանրը նելու եմ աթորի տեղապա, ես ոչ գլխավոր դատախազ եմ ելնելու, ոչ բան վարչապետ որ ներեմ կամ չներեմ։ Գոնե ես պատասխան տուր։ Ոչ չլս այդ ինտերվյու, ոնց որ կվալտով տան չալից, սմիս չա խոսում արա այս մարդը։ Սիրուշոյին ես ներեմ, լովիկին ես ներեմ, հում ես ներեմ։ 30 քանի քաղաքական սպանություն ա եղել, ոնց ես ներեմ։ Ու դու անասուն չես։ Հետո եթե Ռոբերտին եք ներեմ, Սերժին էլ կներենք, հենա ներել են։ Նիկոլին էլ վաղը կներես, մասմա հնարավորություն տանք մարդուն ուղվելու, 70 տարեկան բոզի տղում, արդեն ուզում է ինքը ուղի, էլ ոնց ես ուղղում, հայը գնացե վայ նամանացե, ես օրեկու սատ կմա։ Հիմա բաները, ռոբիկականները գրել, ահա, դոգը Նիկոլական է, ես այդ են գրելու։ Ես իրեքը, իրար հետ շատ գեղեցիկ, փող համագործակցելով երկրի մորը ծսցնում են։ Ու հա, Նիկոլն էլ նպատակ ունի, հետ էլ ասեմ, մոռացել էի, Նիկոլն էլ նպատակ ունի կազմակերպելու արշավ եկեղեցու դեմ։ Հավաքի յա զոմբինոնի, բան զոմբիներ եւ այլն, հլնի գնայ բան եկեղեցու դեմ։ Հիմա էլ հատուկ Նիկոլի համար, ուրեմն լսին բոզի տղա։ Ես լինելով անհավատ, ես այդ ժամանակ կանգնելու եմ, եթե դու նման բան ձեռնարկեցիր, քո այդ ղախպի տղեկի հավաքածուով, արշավ եկեղեցու դեմ, ես կանգնելու եմ եկեղեցու կողքը։ Եվ դա բերելու է ավելի ուժեղ քաղաքական բախում հավատացյալների եւ ոչ հավատացյալների միջև։ Ստալինը չկարացավ եկեղեցու դեմ, դրին, գմփսրին, պայթասրին, խաչեր գմփսրին եւ այլն, բայց վերջում հասկացավ, որ չէ, հնարավոր չի եկեղեցու դեմ։ Մարդն ուզում է հավատա, պիտի հավատա, վերջացավ։ Դու ում խեռի գլոխն ես, արշավ եկեղեցու դեմ շու բաներ ակցագրում ծրագրեր բանանեն գնանք Գարեգինի հրաժարականը պահանջենք եւ Գարեգինը հանցագործա բռնի գնա բռնի մենք հրապարակել էինք որ եկեղեցու գանձերը հանել են Լոնդոնում աճուրդով ծախել են քթի այդ տեսանյութը գնա մտի եկեղեցի ասա ման գանձերն ուր են այդ ուրիշ բայց արշավ կազմակերպել եկեղեցու դեմ, հավատացյալ ոչ հավատացյալ իրար հետ հանել, բախել, սպանել, մորթել իրար եւ այլն։ Հետո վերջում այսինքն մարդը տարխային էլի։ Վերջում Բագրատը կայնելու ասին ներենք։ Հələ մի հատ էլ էլի ուղղակի այս հատվածը մի հատ էլ լսենք։ Battery 100%. Connected to Galaxy S22 Ultra. Կամ մարդկանց պետք է սպանեք, կամ իրավունք տակ մարդկանց վերափոխվելու։ Հիմա ուրիշ բան եմ ասում, իմ կողքը ես Խնդրեմ։ Վերափոխվելու։ Բագրատ Ռոբերտ Քոչարյանի ինչը վերափոխվի 70 տարեկան արդեն։ Սերժ Սարգսյանի ինչը վերափոխվի։ Նիկոլ Փաշինյանի ինչը վերափոխվի։ Դու հասկանում ես ինչ ես խոսում։ Բատեստես այլ ասում եմ բարդ խինք պահം։ Բերենք ուխենք դատան, ասենք տղա ջան, մենք քեզ հնարավորություն ենք տալի վերափոխվելու կամ քեզ պիտի սպանենք։ Այն բանը ինչա, ջեբկիրը, բա շորթողը, կաշառակեր կասի լավ, ինչ եմ անի, սո վերափոխվավ։ Ես քեզ տվեցի 3 հարց։ 3 հարցի պատասխանը ես վաղը լսեմ։ Սա այն հարցերն է, որը որ հուզում է հասարակության ամենալայն շերտերին։ Սա մի հոգու հարց չի։ Ինչ է լինելու այս 3-ի ճակատագիրը։
որովհետև եթե քո մի աչը կամ ցախը քեզ վեճնի ուղեկցումա Ռոբիկը, այս մի կողմն էլ քեզ վեճնի ուղեկցումա Սերժիկը։ Հիմա հարց. սրանք դատվելու են թե ոչ։ Քո կարծիքն է այդ դարքեր։ Եթե դու գալու ես մի ամսով վարչապետ, այսինքն 40 օր հետո պիտի լինեն ընտրությունները, դա մի փոքր փոխում է հարցի քո պատասխանի կարևորությունը։ Բայց ես հետո մտածում եմ, դու առաջադրվելու ես հետագայում որպես թեկնածու, թե ոչ։ Որտեղ դու չես ուզում առաջադրվել հետագայում որպես թեկնածու։ Եվ ամենակարևորը 40 օր հետո դու գարանտիա տալիս ես, որ Նիկոլի Սիկտիր անելուց հետո 45 օր հետո, 50 օր հետո, ոչ 6 ամիս հետո, 1 ամիս հետո լինելու են ընտրություններ։ Թե կարող է նստես, հետո ասես, ես հոգևորական եմ հելա, դու Պողոսը գանստի Սաթորին, ես գնացի եկեղեցի։ Ու դրանից հետո խույվրոտ ժողովրդավարական ընտրություն։ Եվ ամենակարևորը, սահմանազատման process-ը շարունակվելու է թե ոչ։ Այս հարցերի պատասխանը պիտի հնչի։ Պիտի հնչի, որ ժողովուրդը իմանա, այս բոզի տղուն հանելուց հետո ինչ է սպասում իր հետ։ Մենք գնալու ենք թափանցիկ ընտրությունների, մենք կանգնացնելու ենք սահմանազատումը, մենք պատրաստ ենք լինելու պատերազմի Ադրբեջանի հետ, թե Ադրբեջանը շարունակելու է մեզի ծծցնել։ Նույն ձևով, ոչ մի տարբերություն, թե Նիկոլի, թե սրա, թե մյուսների, այս անգամ ռուսների հետ ավելի ջերմ ձևով։ Ես ուզում եմ հարց տամ, ես ամեն նմանատիպ հաղորդումների վերջում հարց եմ ուզում տամ աուդիտորիային կարծիք լսելու համար։ Այս հարցերը ձեզ համար, հարգելի ժողովուրդ, կարևոր են, թե ոչ։ Դուք ուզում եք ձեր ապագան գոնե մի փոքր պարզ տեսնեք, թե էլի մշուշոտ, ով ուզում է ըլի, մենակ ես մի բոզի տղեն չլինի, Սերժը չլինի, բերեցինք ես ղաղպի տղուն, ով ուզում է ըլի, մենակ Նիկոլը չլինի, վաղը գա մեկ այլ ղաղպի տղա, այս երևույթի դեմ պետք է առնել։ Եթե ժամանակավոր է, ուրեմն Բագրատ կոնկրետ հայտարարի, որ գիտես ինչ, 40 օրից հետո Նիկոլի Սիկտիր անելուց գնում ենք ընտրությունների։ Մինիստրները են ինչ խրես գլուխ են, բոլորը մնում են որպես ԺՊ ու մենք գնում ենք ընտրությունների։ Որ քեզ չգան վզիցդ վեգալեն գցեն մի կողմ, ասեն քո գործնարիր ապրես, հաջողություն գնա, մենք աթոռը վեգալանք։ Դե գնա։ Կամ քո կաբինետում կլնես, սենց ասած, ինֆակտի զո կամ մի հատ ալտերտե սարկավակ կամ մտնիկ ու քեզ քո կաբինետում ոչ մի գյուլի հետո յան ոնց որ եղավ նորից եմ կգնում գլխավոր դատախազի հետ եւ ներելուց այսու հետեւ խնդրում եմ դու չխոսաս գնա քո եկեղեցու պատերի մեջ ում ուզում ես ների կուզես Նիկոլինների կուզես Ռոբիկինների Սերժիկինների ում ուզում ես ների Ժողովուրդը չի ուզում, ռեալ հասկացող մարդը չի ուզում ների ոչ մեկին, ինչ է ների։ Սրանք պիտի ծմա բերդում պդեն, ինչ է ներվի։ Անորոշությունից որի բան գոյություն չունի։ Քո ամսի 26-ի միտինգին ընթարած ժամը 16:00-ի, որ հավաքելու ես չգիտեմ ինչքան մարդ կգա։ Բայց խնդրեմ, գնացեք։ Մինչև դա ես ուզում եմ սրա պատասխանը լսեմ։ Հասկացեք ժողովուրդ։ Սա հարցեր են կարևորագույն։ Խնդիրներ են, որոնց պատասխանը դուք պիտի իմանաք։ Պետք չի լծվել ատելության մոլուսկով եւ կրկնել 2018 թվի սխալը, որ Սերժ Բոզիտողուն փոխարինին էլ բեթար Բոզիտողով։ Եկավ, քանդեց, բլեց, արեց այն ինչ որ
Ինգես Սերժ Սարգսյանը իա բոզի տղա փեսու հետ պայմանավորվել էր Ալիևի հետ։ Հիմա սա է գալի։ Բագրատը ստեղ գործիք է դառնալու։ Ընդամենը գործիք։ Եմ որ ասում են Ռոբերտ Քոչարյան չի առաջադրվելու, Սերժ Սարգսյան չի առաջադրվելու, սա հեքիաթներ են։ Սերժ Սարգսյանը մի անգամ կայնավ ասեց, չէ, ես չեմ առաջադրվելու։ Ո ոչ։ Ես երկու անգամ նախագահում եմ, ես գնում եմ։ Ինչ է լավ։ Այդքան նստա վարչապետ։ Կայնավ ասեց չեմ առաջադրվելու, չէ։ Այդ ախր եղել է գլխներով այդ անցել է։ Եկավ նստավ։ Ռոբերտ Քոչարյանը, որը տեսել է իշխանության համը, իշխանությունը դա նարկոտիկ է, ամենաուժեղ նարկոտիկը, որից շատ դժվար է ձերբազատվել, այն ամենավերջին նարկամանը, այն գերային, կակային անողը և այլն, կարաս բուժես, բայց իշխանության համը տեսած մարդը ինքը երբեք չի ուզենա, ամեն ինչ կանի, որ նորից գա, նստի այդ մերը ծծրած աթոռի վրա։ Այդ էսկորդը, այդ միգալկեքը, այդ բերետ, այդ ոչմ չես տալը, այդ ձեռը ճտսնելը, էսալնելը, էնելնելը, դա այնա, որ մարդը երբեք չի ուզենա դրանից պրծնի։ Ունենա միլիարդ, բայց դա իշխանություն չի։ Դու չես կարող վեկալես հեռախոսը ունենալով միլիարդ, զանգես գլխավոր դատախազին, ասես այդ բազի տաղուն կալանավորի, ու տրոպիկեն դնես։ Դրա կայֆը ուրիշ շա։ Եվ այն մարդիկ, ովքեր որ իրենց թվում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի ուզում վերարտադրվել, այդպես բա կարամատածի ամենավերջի անասունը։ Այսքան բացատրելուց հետո։ Եթե սրանք չուզենային վերարտադրվել, հիմա մենք չենք խոսա Ռոբերտ Քոչարյանից։ Ռոբերտ Քոչարյանի այդ 25 հոգանոց ղախպի տղեկի հավաքածուն բանում չէր լինի պարլամենտում։ Ռոբերտ Քոչարյանը կարող է Բերթումելներ կամ եթե Բերթումել չէր, հենց վերջեր ավկեր կնարի համար Մոսկվա, իա սիրած քաղաքը, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, ի համար հով լռվեր, ապրեր։ Առանց քաղաքական կյանք մտնելու, միտինգ գալու, երևալու, չգիտեմ եւ այլն, ի ախանիկներին բա վեկալեր կնար ապրեր։ Եթե ինքը չի ուզում վերարտադրվի։ Չէր մասնակցի ընտրություններին։ 2021 թվականի ընտրություններին մենք բոլորս չէ, ժողովրդի մեծամասնությունը, վազես գնաց Նիկոլ Ընտրեցխի, տեսավ Ռոբերտ Քոչարյանը հրապարակալաց է, ասես ոյ, էսի չպիտի հետ գա, ու վազավ Նիկոլ Ընտրեց։ Ճիշտ է, ախր չեք մոռանում։ Նույնը Սերժը։ Մենք չենք գալու, իրոք։ Այ սա չպիտի թույլ տալ։ Եթե մենք սիկտիր ենք անում Նիկոլ, իսկ մենք պիտի սիկտիր անենք Նիկոլ։ Պիտի 40 ուր հետո լինեն թափանցիկ ընտրություններ ընկեր Բագրատ։ Դու նստի քո վարչապետի աթոռի վրա որպես պահակ, ու մենք պիտի գնանք թափանցիկ ընտրությունների։ Սա երաշխավորում ես։ Եթե այո, օքեյ։ Նիկոլ, Ռոբիկ, Սերժիկ, դատվելը երաշխավորում ես, կամ եթե դու ասում ես ես ընդամենը բան եմ, պահակ եմ աթոռի, ու եմ ասես ընդամենը պահակ եմ, գալը մանոր իշխանություն, կգա, թույլ իշխանությունը դատի։ Օքեյ, այդ էլ ընդունելի պատասխան, բայց մի ասա, ներենք կամ գնդակահարենք։ Այս է կարևորը։ Ներոպը, դե մեզ ինչ ասում։
Հերթական բանը բոզի տղությունը։ Ֆրանսիայի լրագրող Լեո Նիկոլյանը, ում Փաշինյանի ռեժիմի ներկայացուցիչները ապօրինաբար արգելել են մուտքը Հայաստան, բռնության է ենթարկվել Զվարթնոց օդանավակայանի աշխատակիցների կողմից։ Տեսանյութը տեղադրվեց իմ Telegram կանալ։ Հեսա կփորձենք զանգել նաև այդ մարդուն։ Ապաշկերա տավին կցին բնեգեդին։ Կզանգեմ հեսայիս։ Սա է իմ պահանջը Բագրատ Սրբազանից, պարզություն, ընդամենը պարզություն, առանց ժողովրդին գժի տեղ դնելու և խաբելու։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, այս երեքը պիտի դատվեն։ Բագրատ դու դատողը չես, ուրեմն դու էլ ներողը չես։ Նմանատիպ հարցերին ուրեմն տալիս ես այլ պատասխան, որ կգա իշխանություն կորոշի։ Դու կանգնում ես գարանտ, որ 40 օր հետո Իրանի Իսլամական Հանրապետության նման մեզ մոտ լինում է ընտրություններ, եւ ընտրություններ, եթե տալիս ես այդ գարանտիան, ուրեմն մնացած հարցերին կարած չպատասխանես։ Բայց այլևս ներելուց այլից ես քեզ արգելում եմ, որ դու խոսաս, գնա քո եկեղեցու պատերի հետևում ների ինչքան ուզում ես։ Իսկ հիմա զանգեք տենանք ընչեն ես մարդուն տփե։ Battery 100%. Connected to Galaxy S22 Ultra. Իմ Telegram կանալում բանը վիդեոն կա, ես բանի վերաբերյալ Նիկոլյանի, ես ուզում եմ հասկանամ ով այս բոզի տղեն, որ այդ մարդուն այդ բանով այդ ուսով խփես բնկցես գեդին։ Ուրեմն ստեմ եմ մեկը Գրմա սաղ օրը Քոչարյան ու Սերժ դու ուրիշ թեմա չունես, մենք այնքան թեմաներ ունենք հաղորդում վարելու, ինքեր fake edge, որ էլ ասելու չի, իմ թեմաները ստեղ լիքը գրած դրած է, և այսօր մենք չխոսացինք այդ թեմաներից, այլ խոսացին քո Սերժից ու Ռոբիկից, որովհետև այդ երկու բոզի տղեն են երկիրը հասցրել այսօրվան, իրանց պուճուր բոզի տղու հետ միասին, եւ մենք ուրիշ թեմա չունենք, ոչ, քան այս 2-3 բոզի տղեկը հանրապետության ղեկին են, պարզա, ընկեր ռոբա սերժական, ես իմ ինչ խեռի գլող, պարզա, ու և ոքո Ռոբիկն ու Սերժիկը բերդում կլնեն Նիկոլի հետ միասին, ամեն մեկը մի խծում, էլի ժամանակ մենք դրանցից չենք խոսա, վստահեցնում եմ քեզ, ու մի գեղեցիկ օրը կկարտացվի դատավճիռը գնդակահարություն 3-ին էլ, այդ ժամանակ հաստատ չենք խոսա, և 3-ն էլ կլնեն առանց գերեզման, 3-ն էլ, որ ոչ մեկ հանկարծ ծաղիկ չտանի չտնի դրանց շիրիմի վրեն, պարզա, բայլում ես խոսամ, քեզնից, Ուրեմն օդանավակայանի անվտանգության պետին ես չգիտեմ սա ում աշխատողն է Battery 100%. Connected to բայց ես որ տենում եմ սրանք օդանավակայանի հետաշխատակիցներ են այս բոզի տղուն, որպեսի վաղը աշխատանքից ազատեք։ Տեսակ? Այս բոզի տղեն, ես չգիտեմ որ մեկնա բանով, այդ անուն ազգանով խփում այս բանին, Նիկոլյանին, որպեսի դա վաղը այսօր դա լինի աշխատանքից ազատված, դիմում եմ այրոպորտի անվտանգության պետին, սա բանա չէ, անվտանգության բան այդ աշխատակիցներն են, ամենայն հավանականությամբ։
Այդ ուրիշ թեմաների հետ կապված, քանի որ ստեղ մի հատ է շատ կարևոր հայտարարություն կա թեման, ուրեմն քերակատարողական մարդ արդեն չի ուզում այդ թեմաներից խոսա դաժե, որովհետև այդ հաղորդման բանը դուրս է գալիս։ Քերակատարողական վարչության օպեր բաժնի պետքավոմն Ռոլանդ։ Սա աշխատել է նախկինում ռազմական ոստիկանությունում Ղարաբաղի, դեմքը աղոտ եմ հիշում, բայց զգում եմ, որ այս բոզի տղեն ինչ-որ ընկած է մեր քաղբանտարկյալների հետևից, կինը ագարկա էր, բարիս ամենաբուն իմաստով, Ղարաբաղում այտենց բարձրաստիճան ՊԲ-ի հրամանատար ես չգիտեմ, որ սրա կնգան դոմփած չլնի։ Ամենայն հավանականությամբ ամբակումն էլ է սրա կնգան դոմփում, այս Ռոլանդ բոզի տղուն։ Ուրեմն ուզում եմ ամբակում Գրիգորյանի կնիգը իմանա, որ իա մարդը դլոիստ բոզի տղայը բարիս ամենաբուն իմաստով։ Օրինակ, մի քանի ժամանակ առաջ օպերմասի աշխատակցուհի Հրիփսիկ Արարատի մարզից, ընկեր ամբակումի կնիգ, մարդը կանչելա կաբինետ, ուզեցելա հետը սիլի բիլիանի, ասելա, են աղջիկն էլ ասելա իձի նախսույ, ասելա կամ հիմա ստեղ կաբինետում կամ իրիգունը կելետանք տեղ, երկու դեպքում էլ ընկեր Հրիփսիկը ասելա իձի նախույ։ Իտոգում հաջորդ օրը Հրիփսիկը ազատվել է աշխատանքից։ Ուսեց ընկած բանը Անրանի Քոչարյանը կարա մարդիկ ուղարկի, այս աղջկա անձնական գործը վեգալեն նայեն, որտեղից է, ու գտնեն պատճառը խիա ազատվե։ Նաև մյուս կանանց վերաբերյալ։ Անդոն էլ թոնորից իմանա, որ Աբովյան քերակատարողական հիմնարկի օպեր բաժնի պետը եւս ամբակումի սիրուհին է։ Այն որոշակի նորվա ղախպեն, որ ասում են ուրիշ թեմաներ չկա խոսալու, ասեցի ուրիշ թեմաներ, էս էլ քեզի ուրիշ թեմա։ Այսօր այսքանը, ես հեսակը հետարքրվեմ այրոպորտի բնմիջադեպով կապված պարոն Նիգոլյանի հետ, զանգեսի չպատասխանեց, և մինչև վաղը ցերեկը սպասում եմ Բագրատ Սրբազանի կարևորագույն հայտարարությանը, թիվ 1 հայտարարությունը, քանի օրից է կոնկրետ լինելու արտահերթ ընտրությունները Նիկոլ Փաշինյանին սիկտիրանելուց հետո։ Եվ Նիկոլ Փաշինյանը չպիտի կարողանա հեռանալ Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև իր մյուս բոլոր բոզի տղեկը, սկսած քո ընկեր Արգիշ Քարամյանով, այսինքն Արգիշ Քարամյանի պապա այն բոզի տղեն որ կա, դրա տղով, դրանք չպիտի կարողանան փախնեն երկրից։ Ընկեր Բագրատ, այս հարցի շուրջ դու պիտի խոսաս, պարտադիր պիտի խոսաս եւ պիտի ասես, որ արդարադատություն պիտի իրականացնի եկող իշխանությունը։ Եթե դու ուզում ես զերծ մնալ, այսպես ասած, դատաստան տենալուց, այլ ոչ թե ասես պիտի ներենք, ոչ մեկին չպիտի ներենք։ Եթե դու նորից շարունակես այս թեզը, ես քեզ կթաղեմ Բագրատ։ Այսքանը։